Կարճ վկայություն եմ տալիս։ Մի երիտասարդ քույրիկի համար, որը սովորել է տարիներ առաջ Թերլեմեզան, գիտեք, նկարչական տեղը, Թերլեմեզան։ Քննության ժամանակ, մի օր քննության ժամանակ մի քանի լսարան, 3 լսարան միտեղ քննության են։ Դասախոս հետևյալ վկայություն է տալիս։ Առաջինը որպես հավատացյալ, ուշադիր եղեք, դասախոսն է վկայում։ Երկրորդը պարկեշտ, երրորդը լավ սովորող, չորրորդը որպես մեծ ընտանիք աղջիկ։ Դրանից հետո այն մյուս լսարաններից մի քանի աղջիկներ մոտենում են։ Ասում է դու ուրեմն պարզվեց, որ դու հավատացյալ ես։ Ասում այո, մենք էլ ենք հավատացյալ, բայց մեր եկեղեցում չեն։ Իսկ մի երիտասարդներից մեկն ասում է, անուն է տալիս, ասում է, ես ձեր մեջն եմ եղել, բայց դուրս եմ եկել։ Ձեզ մոտ նորից Քրիստը այդպես ավետարանի խստությունը պահպանվում է։ Սուրբ Հոգին իմաստություն է տալիս, ուշադիր եղեք։ Հարց է տալիս, ասում է, նայ երիտասարդ, դու որ բաժնում ես կերամիկայի բաժանմունքում։ Մի բան տամ հարց քեզ։ Կերամիկան քանի աստիճանի տակ է թրջվում։ Ասում է 1000 եւ ավելի։ Հնարավոր է 300-ից 400 տակ թրջվի։ Ոչ, հնարավոր չի։ Հնարավոր է մի քանի տարի անցնի 400 տակ 300 տակ նորից թրջվի։ Այդպիսի բան հնարավոր չի։ Այդպես էլ Աստծո խոսքը երբեք հավատարիմի կյանքում երբեք չի փոխվելու։ Աստծո խոսքը նույնն է 3 ուսահասուր հավիտյան։ Որտեղ կլինեք հանգած կասեն, սա Ամերիկան է, սա Եվրոպան է, սա Ռուսաստան է։ Ոչ երբևից է։ Դա այնտեղ է, բայց Աստծո խոսքը բոլոր տեղերում հավատարիմների համար հաստատուն է, ճշմարտություն է, չպետք է նային կողքին, կարող է մամիկոն լինի, երես լինի, դու մի նայ իրան։ Եթե նա ծրվել է, դու նայի, միայն երկինք տանող ճանապարհը Հիսուսն է, ճշմարտությունը ճանապարհը նա է։ Հետևություն արա, մի նայ անհավատարիմներին, նայի այն հավատարիմներին, որոնք միջև վերջ, բանտային կյանքում, ազատության մեջ, որոնք Աստծո խոսքը նկատմամբ եղել են հավատարիմ։ Տիրոջ խոսքը նույն է 3 ասուր հավիտյան, Տեր օրհնի ձեզի։